Պաստորը դուք ասում եք, որ պլան են դրել փոքր ասած դատարանի վրա։ Պարոն Քոչարյան, որևէ մեկը դատարանի վրա չի կարող պլան դնել։ Դատարանը առաջնորդվում է օրենքով, եթե օրենքով վաղը սահմանեն, որ այս օրվանից պետք է գործերը քննվեն եւ ավարտվեն 1 տարվա ժամկետում, ամենայն դեպս հանրապետությունում երկրորդ գործ, ես ականջալուր չեմ եղել, որ 876 վկա, 112 տուժող եւ շուրջ 7 տարի Դուք ասում եք ստացել եք շրջադերական, այս առաջանքն եմ լսում, որ դատարանները շրջադերականով են առաջնորդվում։ Իսկ միշտ թվացել է, թե դատարանը օրենքով պետք է առաջնորդվի։ Այդ շրջադերականը լավ օրենք դառնա, պարոն Քոչարյան։ Կարող է, թե չի կարող։ Ուսերեն ասում են, բաբնավ ես կազով։ Հիմա օրենք չի, դուք կոնկրետ այս վայրում հայտարարում եք, որ շրջադերականով եք առաջնորդվում։ Ես առաջանք նման բան չենք հայտարարել, պարոն Քոչարյան։ Սա առաջին։ Նման բան չենք հայտարարել։ Դուք եք ասում։ Չենք հայտարարել շրջաբերականով եք առաջնորդվելու։ Ասել եք կա շրջաբերական, օրենսդրական փոփոխության նախագիծ։ Լավ այդ նախագիծը դնենք մի կողմ, գործի քննության ողջամի ժամկետ։ Ես դրա համար ստեղծում է տպավորություն, որ ինչ-որ բան են դրել։ Որն է ողջամի ժամկետը։ Ես ուրիշ բան եմ ուզում ասել։ Ասեմ ողջամի ժամկետը։ Ո՞ր է ողջամի ժամկետը։ 600 կամ 800 անկալ, անհասկանալի վկաները գործի մեջ մտցնողը մտածել է հետևյալ, որ ինչքան հնարավոր է շատ sense պիտի լցնի, դուք էլ լինեք կարող։ Ոչ թե պաշտոնական դիրք եւ այլ, սահմանադրական կարգ է տապալում, որ կարողանան տանեն կալանքի, որտեղ բարեմությունը ամսածված է, եւ կալանքի տակ պահելով մի 10 տարի փոքր ասած ինձ պահեն կալանքի տակ։ Նպատակը սա է։